Բարերեկո հորիզոնը շարունակում է աշխատանքը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպում է ունեցել Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի շուրջ 3 տասնյակ ուսանողների եւ շրջանավարտների հետ։ Վարչապետը հանդիպանը մասնակից աղջիկներին շնորհավորել է կանանց միջազգային օրվա առիթով եւ մաղթել հաջողություններ ուսման եւ հետագա գործունեության մեջ։ Հանդիպան ընթացքում քննարկվել են արտաքին քաղաքականությանը եւ միջազգային հարաբերություններին վերաբերող հարցեր։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, հանրապետության նախագահը, ամենայն հայոց կաթողիկոսը եւ բարձրաստիճան այլ պաշտոնյաներ շնորհավորական ուղերձներ են հղել մարտի 8-ի կանանց միջազգային օրվա առիթով։ Այսօրը Հայաստանում գարնան ավետաբեր է, մարտի 8-ին մեր երկիրը հեղեղում է ծաղիկներով ու տոնական տրամադրությամբ։ Կանանց ուղղված շնորհավորական ուղերձն այսպես է սկսել Հայաստանի վարչապետը։ Փաշինյանի խոսքով մեզանում մարտի 8-ի նշանակությունը մեծանում է նաև նրանով, որ կանայք Հայաստանի Հանրապետության բնակչության մեծամասնությունն են, եւ հետեւաբար կանանց ներուժի լիարժեք ներառումը մեր պետության զարգացման կարևորագույն գրավականն է։ Վարչապետը նկատում է մեր երկրում կանանց ներգրավվածությունը հանրային կյանքի բոլոր ոլորտներում տեսանելիորեն մեծանում է։ Սա ինքնին դրական գործընթաց է, բայց այս երևույթի խորքային վերլուծությունն առաջ է բերում մի շարք անհանգստություններ եւ մարտահրավերներ։ Տղաների շրջանում որոշ ենթամշակույթների մի քանի տասնամյակի հետևողական ներդրման հետևանքով աղջիկները դարձել են առավել կենտրոնացված կրթության եւ աշխատանքի վրա, ձեռք բերելով մրցակցային առավելություններ, եւ առաջիկայում կանանց մրցակցային առավելություններն ավելի են ընդգծվելու։ Բայց կանանց ներուժի ներգրավումը որպես մեր պետության զարգացման կարևորագույն գործոն իրապես արդյունավետ կլինի, եթե տղամարդիկ նույնպես լիարժեք ներգրավված ու մրցունակ լինեն եւ ընթացիկ պրոցեսներն ահազանգ են բոլորիս, այդ թվում մայրերին ու հայրերին, որ մենք տղաների կրթության ու մրցակցայնության հարցերին նույնպես մեծ ուշադրություն դարձնենք, հակառակ դեպքում կստացվի, որ մենք մեր ներուժը կրկին լիարժեք չենք օգտագործում։ Հանրային տնտեսական կյանքում կանանց ակտիվացումը Փաշինյանի գնահատմամբ իր հետ բերում է մեկ այլ մարտահրավեր։ Երեխա ունենալու համար նրանք կարող են ավելի ու ավելի քիչ ժամանակ ունենալ, եւ դա նույնպես խնդիր է, որը պիտի լինի կառավարության ուշադրության եւ խորհրդածությունների կենտրոնում։ Վարչապետի խոսքով մարտի 8-ը պետք է նաեւ հանրային համերաշխության օր լինի, եւ ավելի ու ավելի է դառնում այդպիսին։ Սեռային մրցակցության կամ պայքարի կամ գերակայության մշակույթը հին է եւ անկենսունակ, հարգանքը, գնահատանքը, ստեղծարար ջանքերի, կրթության ու աշխատանքի քաջալերումն ավելի ու ավելի են ընդգծվում մեր կանանց ու տղամարդկանց հարաբերություններում եւ սա քաջալերող է։ Հենց այս հենքի վրա պետք է կառուցվեն մեր հանրային հարաբերությունները։ Ի վերջո մարտի 8-ի ծաղիկներից անդին հայրենիք պետությունն է, որը պիտի նույնքան ծաղկուն լինի, որքան մարտի 8-ը։ Կրկին շնորհավորում եմ մեր բոլոր տատիկներին, մայրիկներին, քույրերին ու դուստրերին մարտի 8-ի առիթով։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը կանանց շնորհավորելով նշել է, որ նրանց հանդեպ այսօրը խորին հարգանք ու երախտագիտություն արտահայտելու լավ հնարավորություն է։ Մեր իշխանությունը հաստատակամ է շարունակել աշխատել հավասար հնարավորությունների ապահովման ուղղությամբ, որպեսզի յուրաքանչյուր կին կարողանա իրացնել իր ամբողջ ներուժը առանց խոչընդոտների եւ սահմանափակումների։ Խոնարհումս եւ հարգանքիս խոսքերն եմ հղում հայրենիքի համար իրենց կյանքը տված մեր զինվորների մայրերին, կանանց, դուստրերին ու քույրերին։ Սիրելի կանայք, կրկին շնորհավորելով գարնանային այս պայծառ տոնի առթիվ մաղթում եմ ձեզ ջերմություն, երջանկություն եւ անկոտրում կամք ձեր բոլոր նախաձեռնություններում։ Նախագահ Վահագն Խաչատուրյանը ջերմորեն շնորհավորելով կանանց միջազգային այսօրվա կապակցությամբ ընդգծել է հասարակությունում կանանց հավասար հնարավորությունների ապահովման եւ իրավունքների պաշտպանության կարեւորությունը։ Մեր քաղաքակրթության ողջ պատմության ընթացքում հայկինը եղել է մեր ազգային արժեհամակարգի, մշակութային ժառանգության եւ ընտանեկան միասնության երաշխավորը։ Այսօր նոր ու տարաբնույթ մարտահրավերների պայմաններում մեր կանայք շարունակում է լինել Հայաստանի զարգացման շարժիչ ուժը։ Սիրելի կանայք, մայրեր, քույրեր եւ դուստրեր, կրկին շնորհավորում եմ այս գեղեցիկ տոնի կապակցությամբ եւ մաղթում երջանկություն, շարունակական հաջողություններ, ընտանեկան սեր ու ջերմություն եւ խաղաղություն։ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը եւս կանանց ու աղջիկներին ուղղված իր շնորհավորական ուղերձում կարևորել է հավասար հնարավորություններ ու ազատություն ունենալը։ Մարտի 8-ը պարզապես տոն չէ, այլ նաև օր, որը հիշեցնում է, թե որքան կարևոր է, որ բոլորն ունենան հավասար հնարավորություններ ու ազատություն ընտրելու իրենց ուղին։ Ցանկանում եմ, որ այսօրը լինի ուրախ, լի ուշադրությամբ ու ջերմությամբ։ Թող ձեր ձայնը միշտ լսելի լինի, ձեր ընտրությունները հարգված, իսկ օրերը լեցուն հաջողություններով։ Շնորհավոր ձեր տոնը։ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ն իր շնորհավորական ուղերձում նշել է, որ Մայրաթոր Սուրբ Էջմիածնից հայրապետական իրենց օրհնությունն են բերում տիկնանց եւ օրիորդներին՝ ի հայրենիս եւ ի սփյուռս։ Կաթողիկոսն ասել է, որ այսօր, երբ մեր երկիրն ու ժողովուրդը ծանր մարտահրավերների առջև են, հայրական հորդորն է, որ կանայք նույն հոգատարությամբ ու նախանձախնդրությամբ շարունակեն սրբազան արժեքներով ու ավանդներով սնել ու կրթել ազգի զավակներին, նրանց սրտերում սերմանելով սերն ու նվիրումը առ Աստված, առ հայրենին եւ Սուրբ Եկեղեցին։
Աղոթք ենք բարձրացնում առ փրկիչ մեր Տերը, որ օրհնի ձեզ, սիրելի տիկնակ եւ օրիորդներ, հաստատուն ու աներեր պահի ձեր հավատքն ու հայրենասիրությունը, պարգևի երջանկություն եւ նորանոր ձեռքբերումներ անձնական կյանքում եւ բոլոր բարի գործերում։ Խաղաղություն, բարօրություն ձեզ եւ ձեր ընտանիքներին, մեր հայրենիքին եւ համայն ժողովրդին, իսկ փյուրս աշխարհի։ Մեր Տեր Հիսուս Քրիստոսի սերն ու շնորհները թող միշտ լինեն ձեզ հետ եւ ամենքի։ Ամեն։ Շանթեր ստանկերություն, Հորիզոն։ Այսօր առավոտյան ժամը 9:26-ին Սպիտակ քաղաքից 6 կիլոմետր հյուսիս-արևելք օջախի 10 կիլոմետր խորությամբ 4.6 մագնիտուդով երկրաշարժ է արձանագրվել։ Էպիկենտրոնային գոտում երկրաշարժի ուժգնությունը կազմել է 6-ից 7 բալ։ Երկրաշարժին հաջորդել են հետցնցումներ, որոնք բնական են։ Մասնավորապես այս պահի դրությամբ արձանագրվել է 45 հետցնցում, որոնցից ամենաուժեղը 3.2 մագնիտուդով գրանցվել է Սպիտակ քաղաքից 9 կիլոմետր հյուսիս։ Հետցնցումը զգացվել է Սպիտակ, Ստեփանավանդ եւ Վանաձոր քաղաքներում 2-ից 3 բալ ուժգնությամբ։ Հետցնցումային ակտիվությունը որոշ ժամանակ կշարունակվի, որի ընթացքում հնարավոր են տեղի ունենալ թույլ եւ միջին ուժգնությամբ սեյսմիկ իրադարձություններ, որոնք կարող են զգացվել բնակավայրերում բնակչության կողմից։ Հորդորում ենք խուճապի չմատնվել, պահպանել հանգստություն եւ հետեւել պաշտոնական հաղորդագրություններին, ասվում է Ներքին գործերի նախարարության տարածած հաղորդագրությունում։ Իդեպ այս պահի տվյալներով Փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն, Գյումրի եւ Արթիկ քաղաքներից ստացվել է 2 ահազանգ։ Գյումրիում ըստ նախնական տվյալների փլուզվել է վթարային տան երկշերտ պատի արտաքին շերտը մոտ 2 քառակուսի մետր։ Արթիկում ըստ նախնական տվյալների շենքերից մեկի 5-րդ հարկից ընկել է 2 քար։ Փրկարարները հեռացրել են թուլացած եւս 2 քար։ Այս պահի դրությամբ տուժածներ չկան, փլուզումների երկրաշարժի հետ կապված լինելու հանգամանքները ճշտվում են։ Facebook-ի իր էջում գրել է Ներքին գործերի նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն այցելել է Արարատի մարզի Նարեկ եւ Քաղցրաշեն բնակավայրերի տարածքում գտնվող կաթիլային ոռոգմամբ մշակվող Նուրինջանյան խաղողի ինտենսիվ այգի։ Նախարարին ուղեկցել են Արտաշատ եւ Վեդի համայնքների ղեկավարները։ Տարածքն ընդհանուր առմամբ հասնում է 100 հեկտարի, որից շուրջ 41 հեկտարը կառուցվել է պետության կողմից իրականացվող ինտենսիվ այգեգործության զարգացման ծրագրով։ Հանդիպման ընթացքում նախարարն ընդգծել է գյուղատնտեսության արդիականացման անհրաժեշտությունը, շեշտելով ինտենսիվ գյուղատնտեսության անցման, ինչպես նաև գյուղատնտեսության ոլորտում նոր մեթոդների կիրառման կարևորությունը։ Գազպրոմ Արմենիա ընկերությունը հերթական հայտարարությունն է տարածել։ Գազպրոմ Արմենիա ընկերությունը տեղեկացնում է, որ 2025 թվականի փետրվար ամսին բաժանորդներին մատակարարված վերահաշվարկված բնական գազի եւ գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկման մատուցված ծառայության վերաբերյալ սահմանված տեղեկատվությունը 2025 թվականի մարտի 10-ից տեղադրված է լինելու Հայաստանի Հանրապետությունում գործող բանկերի, վճարահաշվարկային կազմակերպությունների, փոստային բաժանմունքների սպասարկման կետերում։ Բաժանորդները մատակարարված վերահաշվարկված բնական գազի եւ գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկման մատուցված ծառայության արժեքը պարտավոր վճարել վերընշված տեղեկատվության բանկերի, վճարահաշվարկային կազմակերպությունների, փոստային բաժանմունքների սպասարկման կետերում տեղադրելուց հետո 7 օրվա ընթացքում։ Հանրապետության տարածքում, այդ թվում նաև մայրաքաղաք Երևանում առաջիկա 5 օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը մարտի 8-ից 13 աստիճանաբար կբարձրանա 5-ից 7 աստիճանով։ Այսքանը կհանդիպենք ժամը 22-ին Հորիզոնի գլխավոր թողարկմանը առայժմ։